Արևածաղկի սերմերի մասին խոսենք, շատ ընդունված է ընթրիքից հետո օգտագործել ակտիվորեն, երբեմն նաև գարեջրի հետ, օգտակարության մասին խոսենք եւ որտեղ են վնասները։ Եկեք ես նենց կուզենայի, որ ամեն ինչի մասին խոսելուց միշտ հիշենք, որ ամեն ինչը գեղեցիկը չափի մեջ։ Այո, Երբ որ մենք խոսում ենք արևածաղկի մասին, գրեթե ոչ ոք չի դնում ու մի բուռ չրթում ու ավարտում, հա, հիմնականում ուտելուց հետո նստում են ու մի ամբողջական տուփ կարող են չրթել եւ իհարկե դրանից ավել, հա, օգտագործել արևածաղկի սերմեր, բնականաբար դա ցանկալի չի, որովհետեւ իհարկե դրանք շատ լավ ճարպեր են պարունակում, պետք են մեր առօրյայում մենք օգտագործենք, հա, լավ ճարպաթթուներ դրանց մեջ կան, բայց չափից շատ քանակը հավելյալ կալորիաների է նաեւ բերում, որը ցանկալի չի մեր օրգանիզմի համար, հա, այսինքն քաշի ավելացման նույնիսկ կարող է բերել, եթե դա պարբերաբար է կրկնվում։ գումարենք աղը, աղով Այո, աղի արևածաղկի։ պարագայում կարող են նույնիսկ այտուցներ լինեն, հեղուկը պահվի օրգանիզմում եւ այտուցներ լինեն, դրա համար մենք խորհուրդ ենք տալիս իհարկե ամեն ինչը չափի մեջ, ինչքան էլ շատ օգտակար են արևածաղկի սերմերը, մեկ բուռ եւ ցանկալի չէ ավել, հա։ Իսկ քանի որ դրանք փոքրիկ են, իրանց չափը դժվար է կառավարել։ Կոպիտ ասած նաև ասում են հիվանդության նման ոնց որ կպնում եմ, սկսում եմ օգտագործել, պետք է ուղղակի լցնել մի փոքր, ինչքան որ պետք է օգտագործեք, այդքան օգտագործեք ու վերջ։